Այբվել լրատվականը շարունակում է թողարկումը ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին հիմնադիր խորհրդանի անդամ ազատամարտիկ Գագիկ Սարուխանյան։ Բարի երեկո, պարոն Սարուխանյան, շնորհավորում եմ ձեզ անկախության 25-ամյակի առթիվ։ Մենք արդեն 25-ամյա անկախ երկիր ունենք, ինչպիսին են ձեր զգացողությունները եւ ինչ է առհասարակ անկախությունը ձեզ համար։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ հրավերի համար եւ նույնպես շնորհավորում եմ ձեզ, բայց ի տարբերություն ձեզ ես կասեի, որ ինձ համար այսօրը ինքնորոշման օրն է, ոչ թե անկախության, որտեղ դրա մեջ կան էական տարբերություններ։ Մենք մեր անկախությունը ձեռք ենք բերել դեռ 18 թվականին, Սարդարապետից հետո, երբ որ առաջին հանրապետությունը հռչակեցինք, այդ ժամանակվանից պետք է ըստ երևույթի նշել անկախության կամ վերանկախանալու օր։ Մենք հայերով ունենք 5000 տարվա պատմություն եւ անկախության օրը նշել ընդամենը 25 տարվա, այդ օրը այսօր սեպտեմբերի 21-ը մեր ազգովի ինքնորոշման օրն է, այսինքն մենք ինքներս որոշեցինք նորից վերանկախանալու, նորից ունենալ։ Սրա մեջ կա շատ էական տարբերություն։ Եվ ես կուզեի ասեի, որ այս մեր այսօրվա իշխանությունների մեր հայկական արժե համակարգի այս խեղումը դիտավորյալ է, որպեսզի ազգը չիմանա իր ակունքները, չիմանա իրական պայքարողներին ոնց է եկել անկախությունը, ինչ ձևով է եկել, ինչ արժեք ունի այդ անկախությունը։ Դրա համար ես կուզեի բոլորիս այսօր շնորհավորել մեր ինքնորոշման օրվա կապակցությամբ։ Ձեր շնորհավորանքներն ընդունված են, անկախության կերտողներից շատերը այսօր անազատության մեջ են, նրանք որևէ ուղերձ են օրվա հետ կապված։ Լավ ասացիք, անազատության մեջ են։ Ինչու են անազատության մեջ։ Ինչ որ մեկը գնացել էր հարևանից գումար էր շորթել, թե ինչ որ մեկը գնացել էր մարդասպանություն էր արել։ Բոլոր տղաներն էլ, այսինքն այն ճանաչված տղաները, ում մասին որ խոսքը գնում, բոլորն էլ այս նույն անկախության, նույն ազատությունների համար պայքարի արդյունքում են, որ հայտնվել են այսօր անազատության մեջ։ Սկսենք Շանթից, Շանթ Հարությունյան տղաները, սկսենք մատնաշենքների Վալոդյա Ավետիսյանի, լավ ընկերոջ, անկախության բանակի Լեոնիդ Ազգալյանի տեղակալ, ինչ էինք ասում մենք տղաներով բարձրացել ենք, ընդհանրապես բարձրացնում ենք մի խնդիր, որ գիտեք ինչ կա, այս անկախությունը, որ դուք վայելում եք, նախարարներ, կառավարություն, բժիշկներ, իրավաբաններ եւ բոլոր գործարարներ, դուք վայելում եք այս ամբողջ անկախությունը, ի շնորհիվ այս տղաներին։ Բարի եղեք այս տղաների կյանքը դժոխք մի սարքեք, այսինքն բարեկեցիկ մի կյանք ապահովեք այս մարդկանց, ոչ բյուջեին փող չկա։ Երբ որ մատնանշում էինք այդ բյուջեից թալանած դղյակները 4-5 միլիոն դոլարանոցը, մեզ ասում էին ինչ եք ասում, այսինքն եւ դիտավորյալ այդ գործը շինցու գործերով, այսինքն տարբեր մարդիկ հայտնվեցին բանտերում։ Հիմա վերցնենք Կարո Եղնուկյանը։ Կարո Եղնուկյանը մի անձնավորություն էր այմական, ես էլ եմ այմական, եւ 80-ականների վերջում նա ղեկավարում էր Նյու Յորքի այմի մասնաճյուղը։ Եվ երբ որ դեռ եռագույն տրոշ բառը անգամ այստեղ այսօրվա նախարարները, այսօրվա կառավարությունը վախում էին արտահայտելու, Կարո Եղնուկյանը այդ եռագույնի համար աշխարհով մեկ պայքար էր տալի։ Այսօր անհիմն այդ մարդուն ձերբակալել է։ Անհիմն։ Մենակ մի բանի համար, որ ինքը հեռախոսով, ասենք, տեղեկություն էր տարածում։ Ասենք սասնածռերի դեպքերի վերաբերյալ։ Այսինքն դուք այսօր որպես լրագրողներ բոլորը ծերից ծեր այդ հոդվածի տակ ընկնող նույն մեղադրանքով կարող եք դատվել։ Սա նշանակում է, որ դիտավորյալ ինչ որ այն մարդիկ, ովքեր ձեռք չեն տալի այս իշխանություններին, եւ այս տոնը նշեցին այսպես։ Ես ասեմ, արդեն բանա դառը, հա, ասենց օրինաչափություն։ Օրինակ Վալոդյա Ավետիսյանին սեպտեմբերի 20-ին ձերբակալեցին։ Այսինքն յուրաքանչյուր համապետական մի տոնի նախաշեմին շուտ տղաներից մի քանի օգուտ դատում են։ Այսինքն սա նշանակում է, որ այսօրվա իշխանությունները ոնց որ զեկոց են, հա, իրանց պապաներին, որ տեսեք մի քանիսին էլ վերացրեցին, տեսեք մի քանիսին էլ դատեցին, ոնց որ հաշվետվություն կան։ Պարոն Սարուխանյան, անկախությունը եւ Արցախի ազատագրված տարածքները կարծեք թե մենք ընկալում ենք որպես մեկ միասնություն, դուք հավանական համարում եք անկախության պայմաններում ազատագրված տարածքների զիջումն առհասարակ։ Լավ, նախ հարցադրումը շնորհակալություն հարցի համար։ Ես կուզեմ ասեմ անկախությունը, դուք ասեցիք անկախությունը եւ Արցախի, ասենք, այդ ազատագրումը, հա, մի կոնտեքստ է։ Մենք պետք է չմոռանանք, որ ասենք Արցախը ինքնորոշման հաշվին է, որ Արցախի հարցը բարձրացվել է։
Արցախն է ինքնորոշվել Ադրբեջանի կազմից դուրս գալու։ Այսօր ինչի են այսօրվա իշխանությունները շատ վախենում, հա, ինքնորոշում բառից, որովհետև իրանք նախանշել են, ասենք Կրեմլում պապաները նախանշել են, դուք ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չունեք։ Մենք ձեզ կասենք, դուք կանեք։ Այսինքն ինքնորոշում բառը շատ է վախեցնում սրանց։ Շատ ահավոր, բայց մենք չպետք է մոռանանք, որ հենց Արցախում ինքնորոշման սկզբունքն է աշխատել, որ իրը մարդիկ ինքնուրույն որոշել են Ադրբեջանի կազմից դուրս գան։ Եվ հիմա խոսում են տարածքների զիջման մասին։ Եթե տարածքների զիջման կամ տարածքների վերադարձման մասին խոսքը գնա, մենք պետք է սկսենք հետևյալից։ Շահումյան, Գետաշեն, հա, Ուտիկի տարածքներից, Նախիջևանից։ Ես զարմանում եմ, եթե այդ սխալը հայկական կոչենք անունը սխալ, ասենք պայմանական, եթե նախորդ դարի սկզբին բոլոր այդ տարածքները կոմունիստական ղեկավարների կողմից տրվել է կեսը թուրքերին, ադրբեջանցիներին, հա, Ղար, Սիգդիր, բոլորը մի բանաձևով է տրվել, մի ինչ-որ կոնտեքստում։ Ինչու այսօր Արցախի հարցը առանձին անջատում են այդ հարցերից։ Կա մարտի 15-ի պայմանագիրը ռուս-թուրքական, որով նախանշվել է։ Եթե այդ պայմանագիրը խախտել է պետք, եթե ինչ-որ տարածքների վերադարձի խնդիր կա, ուրեմն եկեք խոսենք նաև Նախիջևանի վերադարձի մասին, հա։ Այսինքն այսօրվա իշխանությունները վերից վար խեղաթյուրված արեստածին Ղարաբաղյան հարց են ստեղծել, որի շուրջ որ մտցնեն տուպիկ։ Ղարաբաղյան հարց գոյություն չունի։ Գոյություն ունի հայկական հարց, որի բաղադրիչ մասը Արցախն է։ Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր հիմնադիր խորհրդանի անդամ ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։